Հոկտեմբերի 19-ից 25-ը անցկացվել է «Ռեա Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը։ 17-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է Կինոյի տանը ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի» «Փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմով։ Փառատոնի օրերին տեղի են ունեցել անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոկտեմբերի 23-ի համերգով մեկնարկել է «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Այս նախագծի շրջանակում Շիրակի մարզում կտնկվի «Սիմֆոնիկ անտառ» նշանավորելով նվագախմբի 20-ամյակը։ Ծրագրում հնչել են Էդվարդ Գրիգի, Էդվարդ Էլգարի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։ Որպես մենակատար հանդես է եկել թավջութակահարուհի Ռաֆաելլա Գրոմեսը։ Համերգը ղեկավարել է Սերգեյ Սմբատյանը։ Իտալացի երգիչ Վիտտորիո Գրիգոլոն առաջին անգամ ելույթ է ունեցել Հայաստանում ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Նա ելույթներ է ունենում աշխարհի հեղինակավոր համերգասրահներում, բազմամարդ մարզադաշտերում ու բացօթյա ամֆիթատրոններում։ Հոկտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսատեսն ունկնդրել է դասական և ժամանակակից սիրված ստեղծագործություններ։ Բրիտանացի հռչակավոր երգեհոնահար Ջոնաթան Սքոթը մենահամերգ է ունեցել Երևանում։ Երեկոն տեղի է ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում։ Ջոնաթան Սքոթը ճանաչված է նաև ոչ երգեհոնային ստեղծագործությունների փոխադրումներով։ Երևանյան համերգի ավարտին նա ներկայացրել է երգեհոնի համար Վիվալդիի տարվա եղանակների մշակումները։ Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի թանգարան տեղափոխված որմնանկարների հանդիսավոր ներկայացումը և թանգարանի վերաբացումը։ Միջոցառումն ուղեկցվել է նոր մշակված կրթական ծրագրերով Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի համերգով։ Հանդիպում և խաչքարի մոտ որմնանկարները կառավարության առաջին մասնաշենքի երկրորդ հարկի նիստերի դահլիճից տեղափոխվել են Ջաջուր Մինաս Ավետիսյանի թանգարան։ Գերմանաբնակ Հախնազարյանների ընտանիքը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին են նվիրաբերել Մինաս Ավետիսյանի ողբ 1915 գեղանկարը։ Այն 2000-ականների սկզբին գնել է ընտանիքի հայրը, լուսահոգի ճարտարապետ Արմեն Հախնազարյանը։ Մինասի վաղ շրջանի այս ստեղծագործությունը Հախնազարյանների ընտանեկան հավաքածուի մաս է կազմել։ Հոկտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ֆլեյտայի երևանյան միջազգային երկրորդ փառատոնի բացման համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան տարբեր երկրներից հրավիրված ֆլեյտահարներ։ Բացման համերգին ծրագրում կհնչեն Բախի, Շամինադի, Վիվալդիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Պիքսել» ներկայացումը միահյուսում է հիփ-հոփը և թվային պրոյեկցիաները։ Պարողները շարժվում են փոփոխական տարածքում, որի հատակն ալիքվում է, իսկ վիդեոն դառնում է խաղընկեր։ Միջազգային մեծ ճանաչում և հաջողություն ունեցող այս ներկայացումը մեկ տասնամյակից ավելի ցուցադրվում է համաշխարհային բեմերում։ Հայաստանյան հանդիսատեսը պարային բեմադրությունը դիտելու հնարավորություն կունենա հոկտեմբերի 31-ին ժամը 19-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Լինել թե չլինել Շեքսպիրյան դրամայի ու արևելյան հնչյունների խորհրդավոր միաձուլում դրամատիկականի բեմում։ Համլետը ապրում է բոլոր ժամանակներում, որովհետև խոսում է մարդկանց իշխանության, ընտրության, մեղքի, ճշմարտության ու ներքին պայքարի մասին։ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նոյեմբերի 1-ին ժամը 19-ին կներկայացվի Գրիգոր Խաչատրյանի բեմադրած Համլետը։ Շարունակեք, Իգինինգա։
Ընդհանրապես լավ կլիներ սատանայից սիրահարվեիր։ Նոյեմբերի 6-ին ժամը 19:30-ին Սունդուկյանի անվան թատրոնի փոքր բեմում արտիստները կներկայացնեն Ալբերտ Սաֆարյանի բեմադրած Կուկարաչա մեկ գործողությամբ դրաման։ Հանդիսատեսին սպասվում է սիրային եռանկյունի, բարդ ու խճողված սցենար, որոշումներ, որոնք ճակատագրական հանգուցալուծումների են հանգեցնում։ Պիեսի հեղինակը Նոդար Դումբաձեն է։